Կա մարդկային արդարություն, կա աստվածային արդարություն, կա մարդկային բարություն, կա աստվածային բարություն, կա մարդկային համբերություն, կա աստվածային համբերություն, սրանք էականորեն տարբեր են, կա մարդկային սեր, կա աստվածային սեր, փորձենք հասկանալ, տեսեք մարդկային սերը ինչ սահմաններ ունի, մարդը նախ եւ առաջ սերը ճանաչում է մորից, չէ՞, յուրաքանչյուր երեխա առաջին իր սերը, իր կաթը, իր գուրգուրանքը, իր գգվանքը մորից է ստանում, չէ՞, եւ մայրն էլ առաջինը կարծես հենց այս սերն է կարողանում տալ, եւ ընտանեկան շրջանակում է առաջին սերը արտահայտվում, չէ՞, երեխա ընտանիքից, եւ իրականում այն երեխաներն են դժբախտ, որ ընտանեկան սեր, գուրգուրանք, մայրական, ծնողական սեր չեն տեսել, չէ՞, եւ ինչ է ցույց տալիս պրակտիկան, որ եւ նրանք ովքեր ընտանեկան սեր չեն տեսել, դաժան են լինում, հետագայում մեծանում են, այսինքն իրենք մանկության ժամանակ երբ որ դաժանություն են տեսել, ընտանական այդ գուրգուրանքը սերը չեն տեսել, մեծանում են ու չեն կարողանում այդ սերը փոխանցել, հա, բայց նրանք ովքեր այդ ընտանեկան ուրախությունը, սերը, գուրգուրանքը տեսել են, երբ որ մեծանում են, կարողանում են, սա մարդկայինի մասին է խոսքը, էլի, կարողանում են այդ բարությունը, արդարությունը, արդարամտությունը, սերը փոխանցել, բայց երբ որ իրական աշխարհ են մտնում, հա, միայն ընտանեկան կամ բնական կամ արարչական այդ սերը, արդարությունը, բարությունը բավարար չէ այս անողոք եւ չար աշխարհին դիմակայելու, ասում է համբերությանս բաժակը լցվեց, բաժակը դառնում է մի բաժակ համբերություն, սերը տարածվում է իր սիրելիների վրա, իսկ ավետարանում Տերն ինչ է ասում է, եթե դուք ձեր սիրելիներին միայն սիրեք եւ ձեզ բարիք անողներին միայն բարիք անեք, ինչով եք առավել փարիսեցիներից եւ օրենսգետներից։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, սերը կարկինի նման է։ Տեսել եք, կարկինը երկու ոտք ունի։ Մեկը ուղիղ ամուր է, իսկ մյուսը շարժվող է։ Այդ ուղիղ ամուր սերը ո՞րն է։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ, չի շարժվում կարկինի մի ոտք։ Այսինքն աստվածային սերը պետք է ամուր եւ անխախտելի լինի։ Դու պետք է Աստծուն սիրես առաջնահերթ։ Կանգնեցրի այդ ամուր միսիոնը քո եւ երկնքի միջև, Աստծո եւ արարածների միջև։ Հետո երկրորդ ոտքը արդեն շարժվում է, երկրորդը ո՞րն է, պետք է սիրես քո ընկերոջը, քո անձի հավասար, հա։ Հետո սկսում ես կարկինը պատրաստեցի, սկսում ես շրջանակներ գծել։ Առաջինը ում ես սիրում։ Սիրում ես քո ընտանիքի անդամներին, քո ծնողին, քո եղբորը, քո քրոջն ես սիրում։ Մի քիչ եթե մեծացրեցիր այդ շրջանակը, հայրենիքդ ես սկսում սիրել, քո լեզուն ես սիրում, քո եկեղեցին ես ավանդություն, հետո քո քրիստոնյա հավատացյալ քույրերին, եղբայրներին ես սիրում։ Դες մեծացրեցի շրջանակը, հետո սկսում ես ավելի մեծ ոչ քո հայրենակիցներին սիրել, հա, եւ ամենամեծ շրջանը, եթե դու կարողանաս, սիրում ես քո թշնամիներին, քեզ հալածողներին, քեզ նեղողներին, ինչպես Քրիստոս աղոթում էր իրեն խաչողների համար, ինչպես Ստեփանոս նախավական աղոթում է, ասում է Տեր Աստված, սա մեղք մի համարիր իրենց, իրեն քարկոծողների համար է աղոթում, այսինքն վերջնական գագաթնակետը սիրո, այս մեծ շրջանը թշնամիներին սիրելն է, առանց Աստծո սիրո մարդկային սերը ցամաքում է, տեսեք ավետարանում ինչ ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս, ավելի լավ է տալը, քան առնելը, երբ կարող է մարդը տալ, երբ որ ունի, եթե չունի, ինչ տա,
Հիմա փոքրիկ մի անդրադարձ կատարենք։ Աստված երբ որ Ադամին ստեղծեց, դրախտում դրեց։ Եվ Ադամը պատկերացնում եք ինչ իշխանություն ուներ բոլոր գազանների, կենդանիների, սողունների, թռչունների, ձկների վրա։ Նրանց անուններ էր 7 նարդյան շնորհումներ, 12 պարգևներ, լցված, ուրախացած, երջանկացած, մեկ էլ այդ պահին հենց ամենայր շնորհաբաշխման գագաթնակետին Սուրբ Գիրքը հետևյալ մի բան է ասում. եւ Ադամը չուներ իր նման մեկը։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Ադամը ամեն ինչով լցված էր, կենդանիներին անուններ դնում, իշխանություն ուներ, մարգարե էր, թագավոր էր, քահանա էր, իշխում էր։ Ինչ չուներ Ադամը, ինչու Ադամը այդպիսի ապրում զգացում ունեցավ, ինչը չէր կարողանում կիսել, ասում են իր նման մեկը չկար, ուրախությունը չէր կարողանում կիսել Ադամը։ Երբեմն մարդիկ հակառակն են մտածում, ասում են Ադամը տխուր էր, դրա համար Եվային ստեղծեց, չէ, Ադամը տխուր չէր։ Ադամը ընդհակառակը իր ուրախությունն էր ուզում կիսել։ Ես հարց տվեցի մեր հավատացյալներից մեկ, գիտեք ինչ ասեց, ասեց, բա դրախտի ծառից մենակ պետք է տեր։ Մարդը մենակ սեղան չկարում, չէ՞ նստի։ Ընկեր նշանակում է ընդկեր, հետը հաց կեր։ Ադամը ընդկեր չուներ, ընկեր չուներ, որ դրախտի ծառերից պտուղները ճաշակ էր։ Ուրեմն ասես Տեր Աստված, մի հատ ինձ ընդկեր տուր։ Ընդկեր, այսինքն հետս հաց կիսող, իմ ուրախությունը կիսող տուր, ուրախակից տուր։ Տեսեք, դրախտում հենց հաստատվել է ուրախությանը ուրախակից լինելու գաղափարը։ Ադամը ուզում էր մեկը լինի, որ իրան ուրախությունը կիսեր։ Այսինքն ինքը ինքան ուներ սեր ուրախություն, ուզում էր այդ ուրախությունը տար։ Բայց մարդիկ հակառակն են մտածում, Ադամը տխուր էր դրա համար Եվային ստեղծվեց եւ Եվայով ուրախանա։ Չէ, դե Ադամը տխուր չէր, որ Եվայով ուրախանար, ընդհակառակը Ադամը ուրախ էր, որ ուզում էր իր ուրախությունը Եվայի հետ կիսեր եւ այդ ուրախությամբ ուրախացներ Ադամին։ Եվ այստեղ էլ հենց թաքնված է ընտանեկան ուրախության գաղտնիքը։ Մենք պետք է սովորենք ուրախ լինել Աստծով, ինչպես Ադամն էր ուրախ Աստծով։ Եվ այդ ուրախությամբ կիսենք մեր ուրախությունը մեր կողակցի հետ, ընկերակցի հետ, կենակցի հետ, կամ քրիստոնյա քույր եղբայրներ իրար հետ կարող են ուրախությամբ կիսվել։ Սա շատ ավելի լավ է։ Բայց Ադամն ու Եվան այդ ուրախություն չկարողացան կիսել իրար հետ։ Կարճ տևեց, Տաթևացին ասում է 7 ժամ դրախտում եղան, բայց 930 տարի տխրություն կիսեցին։ Ինչու, որտեղ դրախտում վտարվեցին, հետո Կայենը Աբելին սպանեց, առաջին զավակների մահը տեսան, Կայենի անեծտվի, վերջունից ամբողջ կյանքը տխրություն էր Ադամի ու Եվայի։ Հա, պատկերացնում եք, իրանք 1000 տարի կարելի ասել տխրություն կիսեցին, 7 ժամ ուրախություն չկարողացան կիսել։ Ինչու չարի նախանձի պատճառով։ Այդ չարը նրանց նախանձեց, ճիշտ է, նույն պատմություն այսօր կյանքում։ Մարդիկ չեն կարողանում իրար հետ ուրախություն կիսել։ Տխրության մեջ գիտես ինչ են տեսնում։ Ինչ լավ է, ես տխուր եմ, ինքն էլ տխուր գնամ հետը լացեմ։ Ոնց որ այդտեղ էլ նախանձ կա, խանդ կա, չարություն կա մարդու մեջ շատ։ Ասում ավելի լավ է մարդը տխուր է, ես էլ հետը տխրեմ, քան թե ուրախ լինեմ ես չեմ կարող իր հետ ուրախ լինեմ, ես կտխրեմ։ Դու ուրախ լինի, դու էլ հետ ուրախացի։ Մի հատ մարդ գնում է մի աղքատ մարդու դաշտերը տեսնում է ծաղկել են ասում։ Ես կողքի հարուստ ասում է, ես այսքան հարստություն եմ, ես լավ ծաղկել են ասում է։ Խիա քո դաշտերը ավելի լավ են պտուղ տալիս։ Ասում որտեղ ես միշտ աղոթում եմ, որ քո դաշտերը լավ պտուղ տան։ Ասում խի ասում, դե որ քո քամն ասում քո դաշտերից փոշին փչում,
Վերում այն ծաղիկներն էլ փոշոտվում, ես լավ պատող եմ տալիս։ Այսինքն այդ ուրախակից ուրախությունը մենակ մեկինը չի լինում, բոլորին է լինում։ Այդ սերը միայնակ չի լինում։ Երջանկությունը մենակ չի կարող լինել, անգամ դրախտի երդավորությունը Ադամինը մենակ չէր, որտեղ Ադամը ուզում էր կիսեր այդ ուրախությունը մարդկանց հետ։ Այստեղ է գաղտնիքը թաքնված։ Այսինքն մենք անգամ տխրության ժամանակ ուրախությամբ պետք է տխրությունը կիսենք։ Աստծուն փառք տանք, ասենք փառք ես Տեր Աստված։ Եվ մխիթարենք ոչ թե մարդկանցով, այլ Սուրբ Հոգով մխիթարվենք։ Երբեմն մարդուկ, որ կորուստ են ունենում, մենք ասում ենք Սուրբ Հոգով մխիթարվեք։ Չենք ասում մարդկանցից մխիթարվեք, չենք ասում երազներով մխիթարվեք, չենք ասում, ասում ենք Սուրբ Հոգով մխիթարվեք։ Աստծուց ձեր տխրությունը ամոքրվեք։ Այսինքն տխուր եք, բայց ուրախացեք։ Սուրբ Հոգու մխիթարությունը ուրախություն է բերում, չէ՞։ Ուրեմն շատ կարևոր է աստվածային արդարություն, աստվածային ուրախություն, աստվածային սերը, աստվածային մխիթարությունը։ Մարդկայինը մաքուր չի, անխառն չի, կեղտոտ է ինքը, մեջը չարություն, նախանձ կա, հա։ Այս սատանան էլ նախանձեց Ադամին ու Եվային, չդիմացավ, որ իրար ուրախակից պետք է լինեն։ Ասեց ավելի լավ է դուք իրար տխրեք իրար հետ, քան թե ուրախությամբ ուրախանաք։ Մենք ցկտենք այդ ուրախությունը ունենալ, տալ ինչպես Ադամն ուզեց Եվային տալ, որ Աստծով ուրախ լինեն, ուրախակից լինենք, որտեղ երկնքում էլ այդպես պետք է լինի։ Մենակ մարդ չի կարա ուրախանա, մենակ չի կարա հաց ուտի, մենակ չի կարա Աստծուն փառաբանի, միասին պետք է փառաբանենք։ Ամեն